Բարի լույս սիրելիներ, Պողոս Արաքյալը Եփեսացիներին ուղված իր նամակի մեջ մի գեղեցիկ պատգամ է տալիս, 4-րդ գլխում. Արդ աղաչում եմ ձեզ, ես Տիրոջ համար բանդարկվածս, որ ընթանաք այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին կոչվեցիք, կատարյալ խոնարհությամբ, հեզությամբ և համբերությամբ հանդուրժեցեք միմյանց սիրով, ջանացեք պահել հոգու միությունը խաղաղության կապով, մեկ մարմին և մեկ հոգի, ինչպես որ մեկ է ձեր հույսը, որին Աստված կոչեց մեզ, մեկ Տեր կա, մեկ հավատ, մեկ մկրտություն, մեկ Աստված, Հայր բոլորի, որ է բոլորի վրա, բոլորի հետ և մեր բոլորի մեջ։ Ուրեմն սիրելիներս, տեսեք, թե ինչպիսի գեղեցիկ պատգամ է այսօր։ Խոնարհությամբ, հեզությամբ և համբերությամբ հանդուրժեք միմյանց սիրով և հոգու միությունը պահեք խաղաղության մեջ։ Աշխարհի ամենադժվար բաներն են։ Այսօր ամենադժվար բաներն են, այո, որովհետև որևիցե մարդ, երբ նայում ես, չունի այդ խոնարհությունը։ Որևէ մեկս այդ բավարար խոնարհությունը չունենք։ Չենք կարող հասկանալ, որ մեր խոնարհության հիմքը պիտի Աստված լինի։ Տիրոջ նման պիտի խոնարհվենք։ Որևիցե մեկս այդ համբերությունը չունենք։ Դուրս եկեք փողոց եւ տեսեք ինչ է կատարվում։ Մի ծուռ բառ, մի ծուռ արարք եւ բոլորը պայթում են, որովհետեւ համբերություն չունեն։ Հոգու միությամբ խաղաղություն պահեք։ Ինչ է հոգու միությունը։ Դա այն է, երբ ինձ եւ ձեզ միացնում է իրար։ Հոգու միություն ունենք մենք, որովհետեւ մենք քրիստոնյաներ ենք։ Իսկ եթե ունենք հոգու միություն, պետք է ունենանք խաղաղություն։ Ուր է իմ խաղաղությունը։ Ուր է այսօր մեր խաղաղությունը։ Չկա, որովհետև հոգու միություն չկա։ Որովհետև կա միություն տարբեր հարցերի մեջ, բայց ոչ հոգևոր հարցերի մեջ։ Որովհետև կա միություն տարբեր շահերի մեջ, բայց ոչ հոգևոր շահի մեջ։ Հետևաբար, ուր է խաղաղությունս։ Այնտեղ, որտեղ ես հոգու միություն ունեմ։ Ուրեմն սիրելիներս, հույսից է գալիս այս ամեն ինչը, ինչպես վկայում է Առաքյալը։ Որտեղ է իմ հույսը Աստծո մոտ պետք է լինի։ Եթե իմ հույսը Աստված է եւ քո հույսը Աստված է, մեր երկուսի հույսը Աստված է, ուրեմն մեր հոգևոր միությունը այդ հույսի վրա այլևս սկսում է դասավորվել։ Իսկ եթե կա այդ միությունը, կա խաղաղությունը, կա համբերությունը, կա խոնարհությունը, կա հանդուրժողականությունը։ Եկեք ուրեմն այսօրվա հոգևոր նախաճաշի հիմքը տեսնենք այդ հույսի հայացքի մեջ եւ տեսնենք, թե մենք հոգևոր առումով որքանով ենք առնչվում մեկս մյուսիս։ Արդյոք մեզ հոգևոր կյանքն է տանում միասին լինելու, թե ուրիշ սպասում կա, թե ուրիշ ակնկալիք կա։ Արդյոք մենք հոգևորը չենք դրել կողքի եւ օգտագործում ենք նյութականն ու սեփական շահը։ Քննենք յուրաքանչյուր մեկս մեզ եւ գտնենք այն կարմիր թելը, այն միակ ճանապարհը, որ մեզ միացնում է իրար։ Որովհետեւ եթե մենք չմիացանք, հոգևոր միություն չունեցանք, սուտ է, որ ասենք, թե Աստծո հետ հարաբերություն ունենք։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։